4.5-ը, 450-ը։ Հա, տեսեք, հաջորդ հարցը տոկոսադրույթի խնդիրն է։ Հասկանանք էլի, տոկոսները բարձր են, բայց այսինքն բարձր տոկոս եք տալիս ժամանակ չեք օգտվում այն ապահովագրությունից, որը օգտվում է մի մարդ, որը ուրիշ տեղ աշխատում, բայց գրանցված աշխատում։ Գիտեք ոնց է, այստեղ հենց իզուր չի ասված մոնոպոլիա բառը, որովհետև տեսեք, պետությունը այսօր ինձ որպես վարորդ հարկում է 4.5%։ Yandex-ին որպես on-line տիրույթում ծառայություն մատուցող հարկում է։ Yandex-ի գործընկերներին, տաքսոպարկերին հարկում է։ Այսինքն մենք աշխատավարձը 3 տեղ հարկվում է, այդ ամեն ինչը պետությունը տերնում է։ Բայց պետությունը նույն հարկը տերնում, որ այս մարդը աշխատում է։ Հենց հասնում է արդեն հենց ներքին խավի աշխատողին, ով որ իրոք աշխատում է, այդ մարդուն հենց հասնում է հերթը, արդեն պետությունը չի տերնում։ Ածները օրինակ բժշկական ապահովագրությունից օգտվում է, եթե վճարեն։ Այսինքն ես մի հատ էլ ածը գրանցվեմ, ածեյում վճարում կատարեմ, 3 գանձվում է պետության կողմից դա հեչ, մի հատ էլ 4-րդը դաբավի տանեմ։ Որպեսզի օգտվեք բժշկական։ Հենց դա է մեր պահանջը, որ եթե արդեն իրանք մեզ հարկում են որպես աշխատող, թող բարի լինեն գրանցեն որպես աշխատող, հասկանալով, որ կա մարդիկ, որ ամսվա մեջ կարող ընդհանուր 100,000, 150,000 ուղակի գործից հետո քշեն, որպեսզի այդ մարդիկ չխառնվեն մեր հետ, ովքեր աշխատում են տաքսում որպես հիմնական գործ։ Թող շեմ նշանակվի 150,000-200,000-ն է, որը եթե ես ամիսը քշում եմ 200,000, ուրեմն այդ ամսը ուրեմն ես համարվում եմ աշխատող։ Իսկ այդ պետությանը վճարվող հարկի անունը ի՞նչ է։ Պետական եկամուտ։ Պետտուրք։ Հա, այսինքն սոցվճար չի եկամուտ։ Չէ։ Դուք հիմա ընդհանուր ձեր շահույթից ինչքան եք հարկվում, հանած պետական հարկը ու նաև դուք տալիս եք ձեր on-line տաքսի ծառայությանը, հա, որպես ծառայություն մատուցում, ինչքան է հարկը։ Տեսեք, այսօրվա դրությամբ այսպիսի մի նրբություն կա, որը չգիտեմ վարորդները խոսել են ասել, օրինակ պատվեր չի ուղարկի, եթե դու չմիացնես Մոյ ռայոնի իմ շրջանը։ Մոյ ռայոնը դա պլյուս 25% իրենց հարկին, պլյուս եւս 1-ից 9%, այսինքն 34% մաքսիմալ կարողանում է գանձել Yandex-ը։ Միջինում ինչքան։ Միջինում եթե մարդ ժամանակ ունի, ասենք 16 ժամ դուրսը պրոստը մեքենայի մեջ քնի, մեքենայի մեջ ուտի, մեքենայի հետ պսակվի մնա մեքենայի մեջ, ու այդ մարդը ասենք 16 ժամ մնացողը չի միացնում պրինցիպից դուրս գալով այդ բանը, բայց էլի մինիմալը 25% գանձվում է։ Դա մենակ Yandex-ը։ Նշեցիք, որ կառավարությունը փայ ունի, ինչ նկատի ունեք մի փոքր կմա։ Իհարկե նկատի ունեն, տեսնում եք, պատկերացրեք 120,000 վարորդ, 120,000 վարորդ աշխատում է ու այսպես ասեմ, միջինացված որ ասեմ, միջին ամեն մի վարորդս քշում է, 3-ից 400,000-ի քշում եք։ Հետևաբար, այդքանը որ բազմապատկում եք այդ միլիոնները, որ երկրից դուրս է գալիս, հնարավոր չի այս փոքր երկրում աչք չտեսնել այդ ամեն ինչը, չհասկանալ այդ ամեն ինչը, հնարավոր չի այս փոքր երկրում ամեն ամիս 120,000 հոգուց այդքան փող գանձել ու որ կառավարությունը կամ փայ չլինի կամ էլ ինքը չգանձի։ Այս ստորագրահավաքը ինչի մասին է, ինչ բան։ Այս ստորագրահավաքը այսպես ասած առաջինն է, բայց ոչ վերջինն է, որովհետև հիմնական պահանջներն ենք մենք ներկայացնում առանց շատ այսպես ասած մանրանալու մենք մեր այս հավաքի բուն թեման կազմում է որ մեզ համար են գրանցված աշխատող։ Առաջինը, որ իջացնեն տոկոսները, որպեսզի վարորդը, որը քշում է 14-16 ժամ, դառնում է ավարիայի բուն, դառնում է մարդասպանության բուն, այդ մարդիկ կարողանան մի քիչ քշել, բայց աշխատել, որ այնքան որ կարողանան գոնե ընտանիք տուն փող տանեն, այդքան բան։ Նաև պայմանների, աշխատանքային պայմանների բարելավումը։ Դե մենք պահանջում ենք տոկոսի իջեցնումը, որը իր հերթին կբերի, այո, արդեն աշխատանքի բարելավմանը։ Քանի ստորագրություն է պետք ստույգ չեմ կարող ասել, հեսա կճշտենք։ Yandex-ը ունի 120,000 աշխատող, որը գրանցված է։ Արտուր ջան։ Այո։